Բարի երեկո սիրելի ունկնդիրներ, եթերում է Մրշի հետ հաղորդումը Բելգիա ռադիոյով։ Ես Մարիա Հակոբյանն եմ։ Այսօրվա մեր հյուրը Արփինե Ղազարյանն է։ Արփին ջան, բարև։ Բարև Մարիս ջան։ Ո՞նց ես։ Շատ լավ, հոյակա։ Աջան, շատ շնորհակալություն ինձ հյուրընկալելու համար, որ ասում եմ Բելգիայում մեր հետ է։ Սիրով, որ ժամանակ հատկացրեցի։ Սիրով, ձեզ եմ շնորհակալ։ Ասենք մանրամասն ավելի մոտիկից ծանոթանալ Արփինեի հետ։ Արփինեն, որտեղ է ծնվել, երբ է ծնվել, ինչ ընտանիքում է ծնվել, որտեղից է ընտանիքը եկել։ Արփինեն ծնվել է 88 թվականին Հայաստան Հրազդան քաղաքում։ Հրազդանում եմ ծնվել, այնտեղ ապրեցի 16 տարի։ Ընտանիքիս հետ, ծնողներիս հետ, քույրիկիս հետ, հետագայում 6 տարեկանում մամայիս կորցրեցի, 3 տարի հետո հայրս կարեց շատ ճիշտ որոշում ընտրեց հրաշալիքին իր կողքին, այո, որը դարձավ մեզ երկրորդ մայր, ունեցա մի հրաշք երրորդ քույրիկ, շատ լավ ընտանիք։ Ասեցի, որ պապայինքը եկել են Բասկաստան։ Այո, պապաս ծնվել է Թեհրանում, այնտեղ է մեծացել, ընտանեկությունը այնտեղ է անցկացրել, հետո տեղափոխվել են ընտանիքով Հայաստան արդեն ու այնտեղ են ապրել մինչև Բելգիա գալը։ Ինչ հետաքրքիր է։ Այնտեղ են։ Դուք խոսացել եք ֆարսի կամ հայց խոսում ահա, ես չէ, նու բառեր կան, որ գիտեմ, տենց ականջին լսել ենք, բայց հա, չի խոսել ձեզ։ Չէ, երբեք։ Իրենք անգամ այնտեղ պապաս որ պատմում է Թեհրանում, իրենք միշտ հայերեն են խոսացել, հայկական դպրոց են գնացել, հաճախել, այսինքն իրանք շատ խիստ են եղել այդ հայապահպանության գործում, շատ կարևորել են այդ փաստը, որ պետք է խոսել հայերեն։ Եվ այստեղ էլ անգամ իրանք միշտ անգամ տատիկից չեմ լսել, որ երեխաների հետ կամ բարեկամներով իրար մեջ ինչ որ լեզվով հիմա կա։ Տատիկը ցավոք սրտի ոչ չկա։ Իսկ որ պապայի թերավիրի Մարիշի հետ զրուցել դա։ Միգուցե պետք է հարցնենք։ Արփինեի պապա։ Վստահում եմ մաման էլ է եղել պարտահայ, հայաստանցի հայ է եղել։ Չէ, մասը երկու կողմն էլ, չէ, Հայաստանում են հանդիպել, բայց երկու կողմն էլ արմատներով այնտեղից են, այո, պարսկահայ են։ Մի քանի օր առաջ շատ հետաքրքիր կոնֆերանսի Իրանում հայ կանանց կազմակերպությունները եւ հայ կանանց դիրքը ոնց է եղել Իրանում 1860-ական թվականներից արդեն եղել են հայ կանանց կազմակերպություններ, շատ հետաքրքիր թեմա էր Հուրին եւ Թալինը հատուկ եկել են պատմաբաններ են, դասախոսներ են, շատ հետաքրքիր գիրք են հրատարակել, շատ հետաքրքիր։ Ու հետաքրքիր հիմա համակնում է թեմայը։ Ինչ է սիրել փոքր ժամանակ, ինչ չէ սիրել։ Փոքր ժամանակ ես ինձ հիշում եմ, ու իր ճանաչողները վստահ կվկայեն, որ շատ ակտիվ եմ եղել։ Ես չի հիմա։ Ես չի հիմա ասել։ Բայց այն ժամանակվանից եկել է իմ ակտիվությունը, շատ սիրում էի այդ կազմակերպել, այն որ ճամբաներ էինք կազմակերպում, միշտ հիշում եմ հանդեսներ, այն որ դու հաղորդավարն ես, դու ես բանաստեղծությունը, դու ես Արագի մեջ մուզիկան ենք կազմակերպում, հիշում եմ մեր 9-րդ հարկի Խաչիկին խնդրում էինք վերես մագ իջացնես։ Մագը, չէ։ Մագը։ Մեկել են դրոշաները, որ դնում էինք, հետո ծնողները գալիս էին ու մասնակցում։ Մի ամբողջ կյանք, չէ, մի ուրիշ կյանք։ Հիշում եմ, ասում եմ այն ժամանակ անգամ որ այդ կոնֆետի թղթերով ճամբարես, այդ հելի վրա, որ սոսին չկա, չէինք անում, խմոր էինք, չէ, սարքում, տենց ջուր ու ալյուր ու տենց կպցնում էինք։ Լավ հիշում ես։ Հա, ուզում եմ ասեմ, ինչ ոնց ա եղել, որ մտածում էինք, լուծում էինք, գտնում, ուրիշ են։ Համեր ծրագիր էինք սարքում, ծնողները իջնում էին երեկոյան, աթոռները շարում էինք, բոլորը լսում էին։ Հիմա որ երեխեքին ասես տենց բան անես, ես կասեմ լավ չէ։ Գնացի դպրոց։ Իհարկե այնտեղ դպրոց գնացի 9-րդ դասարանի վերջներ ապրիլին տեղափոխվեցի, շատ դժվար էր, որովհետև եմ որ էսա պետքա դպրոց հավարտես, 10-րդ դասարան եմ նամակավերեով, վերջին զանգ, այդ վերջին շատ կարևոր տարին այն ժամանակ շատ կարևորում էի, բոլորը սպասում էին դա, իրադարձեն էստեղ էի, դա Բելգիա։ Ոնց անցավ Բելգիայում, կյանքը ոնց սկսվեց, ոնց ինչ հիշողություններ ունես, ասեն դժվար տարիք է տեղափոխվելու համար։ Ես այդ չեմ հիշում ինձ որ այդ տարիքում են որ լինում է պատանեկության տարիք չէ որ ասում են ինչ որ։ Ես այդ տարիքը չեմ, իսկ մտի նորա մոդա են գիրը։ Մենք չենք իմացել որ մենք դրա իրավունք ունենք։ Մենք հիմա էլ չունենք դրա իրավունքը։
Հա, հիմա է տենց, այն ժամանակ չկար տենց, նորմալ ապրում էին։ Շատ դժվար էր այստեղ։ Այստեղ եկա իհարկե ուրախ էի, որ այստեղ էր ընտանիքս, քույրիկս այստեղ է ամուսնացած, մեծ քույրիկս այստեղ ամուսնացավ ու տենց մենք սկսեցինք այստեղ։ Իհարկե առումով շատ ուրախ էի, բայց մյուս առումով էլ շատ դժվար էր ինձ համար այստեղ հունի մեջ ընկնել, զուտ լեզուն սովորել երևի։ Հա, նախ այն որ այնտեղ ունեի շատ ընկերներ, մեծ ընկերություն, այստեղ եկա ու հասկացա, որ ինը չէր, դες դժվար էր ընկերներ ձեռք բերել։ Հա, քիչ էին նախ, երկրորդ մտածելակերպը ուրիշ էր։ Որ թվին էր։ Հիմա ես 2004 կներես, 2004-ն Հա, 2004-ին ասել։ Հա։ Հա, ու իմ համար շատ ոնց ասեմ, մտածելակերպի այդ մենտալիտետ ասվածի մի քիչ բան կար։ Այն թվերին անգամ իմ համար Հայաստանում ավելի ուրիշ էր։ Մենք այնտեղ ունեինք աղջիկ տղա ընկերներ, շփվում էինք, ուրիշ էր։ Եկել էինք այստեղ նախ փոքր էր, երկրորդ սենց փակված, ուրիշ էր։ Այդ առումով դժվար էր իհարկե, ու առավելևս դժվար էր այդ լեզվի եկա սովորեի, ինչի, որովհետև ես արդեն 16-ից այստեղ լրացա։ Այսինքն ես ունեի 1 տարի, որպեսզի կարողանայի լեզվին տիրապետել, գնալ միջնակարգ դպրոց, ունենալ միջնակարգի դիպլոմ, որ կարողանայի բարձրագույն գնայի։ Իսկ ես դրա համար ունեի ընդամենը 1 տարի, որտեղ երբ որ դու արդեն 18 ես, արդեն ասեն գնա, չգիտեմ, արհեստ սովորի 6-աբե կամ մնացած միջնակարգ 18-ից հետո ընդունում։ Ֆրանսիան պետք է սովորեի, թե նեդերլանդերեն։ Ես նեդերլանդերեն սովորեցի։ Էտա մի տարի շարունակ առավոտից իրիկուն դպրոց էի գնում, որտեղ ժամը սովորական դպրոցական ժամեր էին, դասաժամերը 8-ից մինչև ժամը 4-ը մենք լեզու էինք սովորում։ Ու այդ ընթացքում դեն ժամանակ, ոնց ասում եմ, այն ժամանակ ինձ հին եմ զգում, մեծ եմ զգում, բայց իրոք է դեպի համակարգիչը տենց չկա, տենց բաներ, բառարանով էինք թարգմանում։ Մի հատ վատ նորություն ունեն։ Ապա ասում են նրանք որ երիտասարդ են, ծնվել են 2010 թվականին կամ 2000 թվականին։ Բա իրոք լսի։ Հա, չէ, ֆիլմը դիտում էինք, նայում էինք ֆիլմերը, տակ այդ հա, այդ տողեր որ կային, բառերը սենց որսում արագ բառարանով թարգմանում, բառարանով էինք թարգմանում, հեշտ չէր ամեն ինչը։ Բայց երևի հենց այդ դժվարություններն են, որ մարդու ուժեղ են դարձնում, մարդու ավելի սենց բան են տալիս։ 1 տարում լեզուն շատ լավ սովորեցի, ընդունվեցի արդեն սովորական միջնակարգ դպրոց, Ժետում, Սինտ Պիտերս կոլեջը, հենց Ժետում որ կա։ Պահանջկոտ դպրոցը շատ պահանջկոտ դպրոց էր։ Ինձ ասում էին դու այդ դպրոց եթե գնաս, նախ շուրջը լինում են մարդիկ, որ քաջալերի փոխարեն, բայց դու չես կարող, բայց դա շատ դժվար է, այդտեղ բելգիացիները հազիվ են գնում, տարատեսակ ջուջ եւ գունեղ պատմություններ էի լսում ու վախենում էի արդեն։ Ես այդ դպրոց որտեղ սովորում էի, իրանք ինձ առաջարկեցին այդտեղ, ասում էի, բայց միգուցե ուրիշ դպրոց ընտրենք, հա, այդ լեգենդները լսել այդ դպրոցի մասին։ Բայց ասեցին, գնա փորձի, փորձանքը բուժի, փորձանք չի, չէ՞ լինի կփոխես։ Մի խոսքով այդտեղ ընդունվեցի, սովորեցի, շատ լավ բարեհաջող բոլոր տարիները նորմալ ավարտեցի ու արդեն գնացի բարձրագույն։ Սովորեցի բիզնես մենեջմենթ, մարքեթինգ ու ավարտեցի։ Այդպես իմ պատմությունը։ Եվ հետո անցա գործի։ Աշխատել ես մասնագիտությամբ։ Մասնագիտությամբ հենց մարքեթինգ իմ ուսումը ինձ շատ օգնել է իմ աշխատանքների մեջ։ Ես ինքս լինելով ավելի սենց ակտիվ, հա, ես չէի պատրաստում ինչ-որտեղ գրասենյակում նստած համակարգչի հետևը աշխատեի։ Ինձ ավելի սենց ակտիվ պետքա լինեի, ոտքի վրա շփումը լիներ, իմ այդ կոնտակտը շատ կարևոր էր ինձ համար։ Ու այդպես հայտնվեցի ավելի ռիթեյլում, տենց Սվարովսկիում աշխատեցի, Ռիչելզում աշխատեցի, որպես մենեջերից դուր էր գալիս այդ կոնտակտ այդ թիմը, այդ թմային աշխատանքը, թիմը ճիշտ ղեկավարել, կազմակերպել։ Այդ քոնն է։ Այդ իմն էր, այդ լրիվ իմն էր։ Այդպես երկար տարիներ այդտեղ աշխատեցի այդ սեկտորում, հետո արդեն երբ որ ամուսնացա, բալիկները ծնվեցին, արդեն բաները փոխվեց։ Արդեն հայկ պարախմբին։ Էդ էլ իր հերթին։ Այդպես անցա ուրիշ աշխատանքի արդեն, իմ շատ լավ ընկերներից մեկը, Տիգրանը, իրան միացա, ինքը ուներ արդեն կազմակերպություն, որտեղ միասին աշխատեցինք մինչև անցած տարի։ Այդպես։ Ինչ կատարվեց անցած տարվանի տեսքով։ Անցած տարվանի տեսքով ինչ կատարվեց։ Արփինեն փորձեց գնել Արփինեին, հա, եթե կարելի է այդպես ասել։ Չգիտեմ փոխվեց ամեն ինչ, փոխվեցի ես, փառվեցի շատ, տենց հետ քայլեր արեցի, սկսեցի իրոք գտնել, մի հատ փնտրեցի ինձ, որովհետև ես տեսակով ինքս շատ տվող եմ, նվիրվող եմ, գտամ կնվիրվեմ անմնացորդ, անկախ ամեն ինչից,
ու անշահախնդիր, եթե պետք է նաև շատ այդ տեսակն է։ Ու այդ տալու մեջ ես մոռանում եմ, որ ես պետք է մի քիչ էլ վերցնեմ, էներգիա չի կարելի անընդհատ տալ, հա, դու ստանաս որ կարողանաս։ Ու ես հասկացա, որ ես շատ եմ հյուծվում։ Աշխատանք, ընտանիք, համ գոլեգա ես, համ ընկեր ես, համ կին ես, համ մայր ես, համ դուստր ես, համ քույր ես, բոլոր դերերը փորձում ես լավ ու ճիշտ կատարել, բայց մոռանում ես, որ դու նաև դու ես։ Ու այդ ճանփան ընկա, այսպես ասած, շատ հյուծվեցի, շատ հոգնածություն, շատ փոխվեցի, թե չգիտեմ, բնավորությամբ չգիտեմ, բայց մի քիչ ուրիշ դառա։ Սկսեցի ինձանից։ Հիմա յուրաքանչյուր հարց սկսում եմ ինձանից։ Հարցը տալիս եմ ինքս ինձ։ Ինչ եմ ես ուզում, եթե չէ ասելն եմ սովորել, ինչի ես չգիտեի դա ինչ է։ Դա երբեմն անհրաժեշտ է, շատ անհրաժեշտ է, դա որովհետև չի սովորացնում, բայց ապա բան չի ասել։ Դա պարտադիր է։ Դա հարգելն է, չի նշանակում չես ուզում, նշանակում է այդ պահին դրա չես կարող ուղղակի։ Երբեմն մենք տալիս ենք, չենք մերժում, բայց քեզանից է գնում ու գնալով չէ։ Ուղղակի պետքա ճիշտ առաջնահերթություններդ մի հատ վերանայես, ճիշտ հասկանաս, օքեյ, այս պահին ինձ սա ու առաջ արվես։ Այդ է, ես այդ մի տարին փակվեցի անկեղծ շատ, սկսեցի ինքս իմ հետ աշխատել, ինքս իմ մոտիվացիան հետ վերել, իմ տրեյնինգներ անել, տրեյնինգները, գրքեր շատ մոտիվացնող, այնպես բանանող։ Չէ, փորձեցի գտնել եմ, այո, ունեմ դեռ աշխատանք անելու, այո։ Դե ինձ թվում է, երբ որ այդ process-ը սկսվում է, դա սկիզբն է, դա վերջում։ Ու շատ կարևոր է, որ այդ process-ը սկսվում է։ Երբեմն մենք մեզ չենք լսում, անտեսում ենք, բայց այդ process-ը կարևոր process է, օգտա լսել։ Չի նշանակում մենք ասենք բոլորս հիմնական որ բալիկ ամուսնանում ես, բալիկներ ես ունենում, ու բալիկներ կային արդեն 3 դե ինչ է, սևակնուն արեն, այսինքն դա էլ իր տեղ ուներ, ինձ թվում է, դու էլ ուզում ես ոնց որ դու ես հիմա քո պապայի կնոջ մասին խոսում, դու էլ ուզում ես այդտեղ, այդ ամեն ինչ քո փոքրիկները, աշխատանք եւ այլն, ու նաեւ գուցե քո ասած այդ տեղափոխվելը ստեղ ապր այդ ամեն ինչ միանգամից է դուրս գալիս։ Հա, ճիշտ է։ Ու արդեն դրանից հետո կա մինչև այդ պահից հետո։ Ես գտնում եմ, որ բարեբախտաբար, որ մենք այդ ինտրոսպեկցիոնի, ասենք, բանով անցնում ենք, որտեղ դրանից հետո դու կարող ես մենակ դեպի լավ գնալ։ Այո, անպայման։ Ու փոխվել։ Դրա համար այդտեղ ժամանակ չկա, այդտեղ ամեն նորություն, ամեն աշխատանք, դա կարևոր է։ Իհարկե, շատ պարտադիր ես կասեի, յուրաքանչյուր անձ ինձ թվում է պետք է երբեմն միացեն վերանայել ինքն իրան, մի հատ իր ճիշտ priority-ները, հա, դնի, հասկանա։ Երբ որ այդ կյանքի էներգիայի ակտիվության մեջ ես փոքրիկին բալիկները վազքը բանման ժամանակ չես հատկացնում դրան չես դադարում մի մոմենտ պահ կանգնես արփինը ինչ է ուզում գալիս է մի ուրիշ պահ որտեղ քո օրգանիզմը քեզ պահանջում դու դա անում ես ստիպված ինչ նոր պլաններ ունես նոր պլաններ նոր արփինեն ինչ է մեզ Նոր արփինեն ունի պլաններ, աշխատում է պլանների վրա, ուզում է բացի մսուր, հա, մսուր փոքրիկ բալիկների, մսուրների պակասություն կապելիը, պակասությունը կա։ Առայժմ կսկսենք Ռեմբերգենից, հետագայում կգնանք հալ։ Հետագայում կգնանք հալ։ Ծիծաղում եմ ուղղակի, որտեվ կոլեգա ունեմ, բալիկ ունի հալում ու չկարում անգամ մսուր նիգ առաջ խոսում ենք արփին ասում է գնա հալ դրա համար ենք ծիծաղում ինչու ոչ մսուրը մեծ պրոբլեմ է մեծ պրոբլեմ է բացի ես շատ սեր ունեմ երեխաների հետ ու մի տարօրինակ բան շատ չեմ սիրում այս թեմայով բարձրաձայնեմ ինչու ինձ բոլորը շատ լավ գիտեն թե իմ շրջապատում թե իմ մտերիմները բայց գիտես ինչն է մեկ ինձ եթե կարելի ասել մի քիչ տխրեցնում որ բոլորը գիտեն այն արփինեին բայց չգիտեն այն արփինեին որ ուրիշ ոնց ասեմ sense տեղեր ունի ուրիշ sense գծեր ունի ուրիշ sense Էդի շատ մտահոգում է ինձ նաև, որովհետև երբ որ ես խոսում եմ իմ պրոյեկտից, ուզում եմ ասենց հրաշք պրոյեկտ, լրիվ ուրիշ վիրանով, ուրիշ աշխատելավոճ, ուրիշ ամեն մի փոքրիկ քայլը մտածված, ամեն մոտեցումը մտածված եւ այլն։ Այդ ամեն ինչ երբ որ մշակում եմ, ինչու չեմ մտեմ ասում, սիրում բարձրաձայնել, որովհետև մարդիկ չեն պատկերացնում, որ այդ քարակտերով երբ մենք ասես բռնկվող, շատ բռնկվող եմ, էլի, կարող է ինչ-որ թեմա լինի, ասես բռնկեմ, ասեմ Կարա լինի նաև շատ նուրբ, լինի շատ խոցելի, լինի շատ էմոցիոնալ, շատ զգացմունքային։ Եվ հենց այդ տեղն է, այդ կետերն են, որի մեջ
որ ես երեխեք հետ շփվում եմ փոքերի հետ, տենց արթնանում են։ Ես որ դասընթացներ էի վերցրել, որտեղ պարտադիր է, եթե դու այս բնակավարում ես աշխատել, անկախ քո դիպլոմներից, պետքա ունենաս հենց այս հստակ այդ դասերն անցնես։ Դպրոց եմ գնում, դե բնականաբար դասերից պետքա նաև լինի պրակտիկա, երբ որ ես մանկապարտեզում այտենց պրակտիկա ստաժեր որպես գնացել էի, մեր դասախոսներից մեկը եկա, որպեսզի նայեն օբսերվացիա անելու, ու ինքը եկավ ինձ նայեց, ասում է ես ուղղակի զարմանում եմ, էս դու ես, ասում անգամ դեմքիդ արտահայտությունը ուրիշ է։ Դե դասարանում դու նստում ես սենց կարակտերով, ասում քո դեմքը սենց ինքնավստահ, նստում ես կարակտերով, հարցերին, անգամ եթե ինչ-որ թեմաներ էր լինում համաձայն չեմ, բարձրաձայնում ես, դեն տարիքում չեն որ արդեն համարձակում ես, ոչ այս թեմայի հետ ես համաձայն չեմ, ոչ այդ ես համաձայն չեմ, մի խոսքով։ Այդտենց ու հետո գալիս է ինքնես մի հատ արքնեի, ինքը ասում է ես հաճելիորեն զարմացած եմ, ասում ինքս վախենում էի, որ դու այդ քո կարակտերով ոնց կարաս էլի ուճուրիկների հետ կամ թեկուզ որպես ուղակի ստաժեր գնաս ինչ-որ միտեղ։ Ու անգամ դեմքիդ արտահայտությունն էր փոխված, հայացքներ ուրիշ, շփումդ, հարցերդ երեխեքի հետ, ու այնքան կարճ ժամանակում երկրորդ օրը արդեն այդ երեխեքի հետ այդ կապը այնքան հետաքրքիր, որ մտնում են վազում են դեպի քեզ, կամ ինչ-որ նեղված հոմոտ են գալի, որովհետև գիտեն դու կլսես, կարձագանքես իրանց հարցերին, իրանց ինչ-որ, չգիտեմ, էմոցիաներին։ Այդ ես դրանից այնց էներգիա եմ ստանում, այնց գերագույն հաճույք եմ ստանում ու համոզվեցի, որ դա իմն է, ու ես պետքա դա անեմ։ Անկամ եթե ամբողջ աշխարհը իմ դեմ կանգնի, ու ես բոլորին եմ ասել իմ շրջապատում, կամ եթե ինձ չեք օգնում, ճանապարհից չկանգնեք, որովհետև ես հիմա այնպես լուրջ եմ տրամադրված, ով ճանապարհից կանգնեց, կներեք, բայց ուղղակի հեռացնելու եմ ձեզ իմ ճանապարհից ու միգուցե նաև կյանքից, որովհետև իրոք շատ լուրջ եմ տրամադրված։ Զգուշ եղեք, ժողովուրդ, մաքրությունն է տեղի ունենալու։ Հա, որովհետև գիտես, երբ որ դու տարիներ փնտրում ես միգուցե, սենց եմ որ սենց ես գտել եմ սա, ուզում եմ անեմ։ Դե մեր հայկական մշակույթում տարածած է, չէ՞, երբ որ դու ինչ-որ բան ես տանում, 1500 հատ պատճառ կգտնեն, ինչու դու դա չի ստացել։ Այո, կգան բոլոր պատճառներով, բա դու գիտես Ես ինչ-որ մեկին ճանաչում եմ, ինքը փորձեց իր մոտ չստացել։ Այո, բոլորս մեկ ենք։ Ու եթե ես այտենց շփվում եմ ինչ-որ 30, 40, 50 տարեկան անձի հետ կարող եմ խիստ կամ թեկուզ ինչ-որ ձևով շփվում եմ, նույնիսկ որ պետքա շփվեմ 3 ամսական կամ 5 ամսական երեխայի հետ, էլի այդ էլ։ Մի խոսքով, բայց դու չես կարծում, որ ավելի շատ մենք թույլ չենք տալիս, որ մեզ ճանաչեն այդ զգայուն վուլներաբլ կողմով, որովհետև մենք ուզում ենք պաշտպանել այդ կողմը ու երևի գուցե բալիկների հետ դու այդ պաշտպանելու կարիք ավելի քիչ ես զգում։ Հնարավոր է, դա կա, բայց գուցե փորձես զենքը վար դնես մեծերի հետ էլ։ Ցույց տաս այն արփինեին, չեմ վստահում։ Ցույց տաս այն արփինեին, որ ճանաչում են մարդիկ։ Դե, հա, գիտես ով չեն ճանաչում մարդիկ։ Շատերը վստահ չեն ճանաչում, ինչի մասնախոսքը դու հիմա թերուզ շրջապատում ասա արփինեին քսորքերն է ասենց պոզավոր, չգիտեմ ինչ վախենալու կենթանի։ Գիտես մարդիկ չեն սիրում, երբ որ դու ունես հստակ կարծիք, երբ որ դու ունես հստակ ինչ-որ ձև ես ու դու չես ասում են ինչ-որ իրանք ուզում են լսել։ Ու դու այդ ժամանակ դառնում ես բայց ասեմ, դու ունես հստակ կարծիք, բայց դու նաև լսում ես դիմացի կարծիքը, երբ որ համաձայն չենք։ Ես քեզ ավելի շատ վաղուց իհարկե իրար ճանաչում, առաջի անգամ խաշ էինք ուտում իրար։ Բայց տարիներ առաջ վաղուց, բայց ավելի ոնց որ մոտիկից անցածն ու իհարկե միշտ դու չգիտեմ բախտի բերմամբ դու միշտ ես շատ ուժեղ ոնց սուտեն, հա, միշտ մտքին ես եղել, աջակցել ես ամեն բոլոր մտքերին, բոլոր իմ տենց իրականացնելի եւ ոչ իրականացնելի, ասել ես պետք է անում ենք, ասա ինչ անեմ։ Դա մի հզոր ուժ է, այսինքն եղել պահեր համաձայն չենք եղել, իրար պահեր համաձայն ենք եղել, եղել պահեր քննարկել ենք, բայց ես քո չեմ սիրում, որ չկա ձև իմ համար։ Ամեն դեպքում ես միշտ խոսում եմ մարդկանց մասին, ես ասում եմ իմ հանդեպ։ Մենք բոլորս ունենք տարբեր հարաբերություններ, տարբեր վարվելակերպեր, տարբեր մարդկանց իմ հանդեպ։ Ես կարող եմ իմ տեսանկյունից խոսեմ, որտեղ իրար հետ առիթ ունեցել ենք տենց բաներով շփվենք, առիթ եղել այն ավելի մոտիկից ասենք, ես տենց ոնց որ 2 տարի առաջ համերգ կազմակերպեինք բարեխմբերով եւ այլն, որ մենակ դու կարայիր տենց բան անել, որ բոլորին մտածեիր համախմբեիր։ Ես մենք միտքս իմն էր, բայց մենք էինք։ Ու ես որ այդ միտքը ասեցի, չէի սպասում, որ այդ բոլոր բարեխմբերի կողմից այդ արձագանք ստանա, ու մենակ բարեխմբերը չէր, Վաթաններ, Նարաններ, Տիգյաններ,
երկիպրի խմբերից դուք եք, մերինք էին, Նեմրութներ, Ռիփսմեներ ու միամիսում, միած sense ես հպարտացա այդ աշխատանքով, այդ պատրաստակամությամբ, բարյացակամությամբ ու պոզիտիվիզմով, որ յուրաքանչյուր խումբ մտավ այդ պրոյեկտի մեջ, այսինքն շատ հեշտ էր իմ համար, համ դժվար էր, որտեղ ժամանակը կարճ ու ամեն ինչ պետք է կազմակերպենք, բայց ձեզ հետ հեշտ էր։ Հա, բայց Մարիչ մի մոռացի, որ մեզ հետ հեշտ էր, հա, մենք բոլորս միամուրսս, բոլորս պատրաստ ենք, բայց այդտեղ կար նաև քո ու ձեր ֆակտորը, որ դուք ճիշտ կարողացաք այդ ամեն ինչը համախմբել։ Ես շատ անգամներ եմ լսել, որ բարի խմբերին համախմբելու փոխարեն խոսակցություն ա գնում, եկեք մրցույթ կազմակերպենք։ Ինչ մրցույթ։ Ինչի մրցենք իրար հետ։ Եթե կարելի է համախմբենք ու մի հատ հրաշալի ելույթ ունենանք։ Դուք ինքան տապերեք։ Իհարկե, ամեն մեկը իր ոճի մեջ իր ադերի մեջ։ Արդեն որ խոսում ենք, ես մի բան եմ ասում, ես հպարտանում եմ յուրաքանչյուր անձով, ով որ իր ժամանակը տրամադրում է հայ մշակույթը որևիցե ձևով սփռելու, դաստիարակելու եւ շարունակելու համար ու ոչ մեկ իրավունք չունի այդ մարդկանց քննադատելու, ամեն մեկը յուրովի անում, բայց անում է։ Իհարկե, ամեն մեկը կապ չունի, համախմբում երեխաները իրանք կդառնան պարողներ, չեն դառնա պարողներ կամ երկողներ, յուրաքանչյուրը իրանցից իր մեջ պահում է դա, որևիցե այդտեղ ես միշտ համախմբման կողմն եմ ու ես գտնում եմ, որ այդ ոնց ասեմ, թափանցիկ վերաբերմունքը բոլոր ինֆորմացիան բոլորին հասանելի դարձնելու, բոլորով որոշելը միշտ գործում է իմ դեպքում ամեն դեպքում ես անգամ եթե համերգը չստացվեց ցավոք սրտի Արցախի պատերազմի սկսվելու պատճառով դե այդ ժամանակ չստացվեց, բայց այդ միտքը ու այդ գործը իրագործվեց այս սեպտեմբերին։ Ճիշտ է, դու չկայիր ցավոք սրտի, բայց բոլորս էլ գիտենք որտեղից էր ստեղծվել ու ոնց էր էդի ոնց էր եղել։ Դու իրագործեց 2 տարի հետո, բայց եղավ։ Ես շատ ուրախ եմ, որ եղավ։ Դա շատ կարևոր էր ու ես շատ ուրախ եմ, որ դա պետք է լիներ։ Պետք է լիներ ու հիանալի, ամեն դեպքում անգամ եթե սենց այդ հիշում եմ վերջի օրերը, չպարենք, ինչ անենք, ոնց անենք, այդ բոլորի ներկայությունը ու բոլորի այդ համախմբվածությունը իմ շուրջ, որ ճիշտ է, որոշումը իմն էր, բայց դեռնից յուրաքանչյուր ասում էր դու ասում ես բարենք, փոխենք ծրագիրը, բայց մշակութային ներկայացնենք, որոշումը ընդհանուր էր, բայց շատ դժվար էր, բայց այդ դժվար պահին ես շատ պոզիտիվ հիշողություններ եմ պահում իմ մեջ այդ բնակարարի այդ օրերից շատ համախմբված ենք, ու եթե ասենք որոշենք ապարում ենք, բոլորն էլ կպարեն, բոլորն էլ պատրաստ էին, որ ասեցին մենք կպարենք, հարց չկա, անկախ ամեն ինչից, ընդհակառակ, հենց այդ օրերին պետք է ցույց տանք, որ մենք չենք կոտրվում, մենք ուժեղ ենք, մենք պայքար ենք, մենք պետք է։ Դե մենք ունենք Յարխուշ տա, որը պարել է պայքար գնալուց առաջ, այսինքն մենք ունենք բոլոր հնարավորությունները, որ պարենք ցույց տալով մեր մշակույթը, բայց էլի ասենք փոխեցի դարձեցինք ցույց Վարդանը, դուք նվագեց շատ հուզիչ էր, հենց այդ բոլոր մասնակիցները 70 հոգինք ասեմ բոլոր մասնակիցները կանեցին անգամ հիշում եմ ուզում ենք տարազներով անենք բայց եղանակը շատ վատներ որոշեցինք որ երեխեքը կմրսեն ուզում ասեմ ես այդ շրջանից ավելի շատ քո հետ մտերմացա որտեղ ավելի քննարկման հարցեր կանեն ոչ թե ուզում ասեմ մենք էլ չենք թույլ տալիս որ մարդիկ մեզ ճանաչեն են ոնց որ մեկ կան որ երևի պաշտպանողական մեխանիզմ է Ես շատ շուտ զգում եմ այլ մարդկանց, ես շատ շուտ եմ զգում մարդկանց ու ես ասես ինձ լավ է այո գիտես տեղին գիտես երբեմն կան մարդիկ որ ուզում են կարիք չկա քեզի ցույց տաս քո թեկուզ խոցելի տեղերը կամ պետք չի կարիք կա որովհետև կամ սխալ անկալվելու կամ չգիտեմ ես այդ ձև եմ ես չեմ սիրում Սակով շատ շփվող բոլորի հետ ջերմ կշփվեմ, բայց իմ ամենանուր տեղերը հաստատ չեմ Իսկ ինչ կնոջ տեղերը, արի ինտերվյուում խոսենք, մի ժամանակ խոսենք։ Դե չէ, դե արդեն ասեցի, որ ես ինքս լինելով տենց ուժեղ Գալիքները կնոջ տեղերը զգում են ու փաստորեն արտահայտում են։ Ես կարամ լինում շատ ուրիշ, բայց որ ասում ես այդ դու ուժեղ ես, ես հիշեցի անկախ ինձանից իմ որ փոքր էի դեռ Հայաստանում էի, ես իրոք այդ ձև եմ եղել, ես երբեք չեմ ուզել ցույց տամ, որ չեմ սիրել, որ ինձ խղճան, չեմ սիրել, որ դու քո պապայի տղեն ես, հա, շատ են
Չեմ սիրել խղճան, չեմ սիրել սենց այդ նվնվալ, սենց չէ։ Կարող է գնամ թաքուն լացեի, բայց ուսում դուխով աղջիկ էի։ Ասում են դա հիմա համակոչում են էներգի ֆեմինին մասկուլին։ Այո։ Մեզ տենց տղամարդ աղջիկ էին մեծացնում։ Երևի ժամանակները տենց։ Դե գիտես, ինձ թվում է մի քիչ դա մեջից է դա, տենց չգիտեմ, մի քիչ հա, կյանքը միջավայրը ուրիշ էր, նորի ուրիշ էր։ Բայց ուշ չի, բայց լավ է որ այդ քո ինտրոսպեկցիայի պահը հիմա է եղել, դեռ դու երիտասարդ ես, ու մի ամբողջ կյանք կա քո դիմաց, այո, որը կարող ես շատ լավ արդեն դեպի իրականացնել քո երազանքները։ Հա, որովհետև դու արդեն հիմա հիմնովին կանգնած ես, բայց չկա խոսանք Արփինեի մասին, Արփինեի ճանապարհի մասին, առանց խոսելու հայ կարի խմբի մասին։ Ես գալային էլ ասեցի, չէ, որ ասենք Արտուր Արփինեն։ Արփինեն կողքին։ Ես միշտ ասում եմ, Հայքը Արտուրն է մեկը։ Արտի կողքին կլինեմ ես, կլինին ով, այդ Արտուրինն է։ Միշտ չի լինի։ Սուտա, չի լինի։ Չգիտեմ։ Չի լինի, որտեվ Արտուրի կողքը ով կլինի, դա կորոշի Արտուրը միշտ կանի Հայքը, որտեվ դա իր կյանքի իմաստն է, բայց մի հատ լսեի, տեսնեի Արտուրին ինչ լավ բաներ էր ասում։ Լավ է, ինչ հա, գովաց է։ Ուղղակի ինտերվյու կլսես։ Չէ, ինչն եմ ուզում ասեմ։ Հայքը մի ամբողջ էպոխա, մի ամբողջ էտապ է Արտուրի կյանքում, մինչև եւ հետո։ Ու ինչպես առաջի անգամ որ մենք հանդիպեցինք, դրույթ ունեցանք, ես ասի, ես շատ երջանիկ եմ, որ Արտուրի կողքը քոնման մարդ կա։ Ու ես իրոք դա կա այն ժամանակ, ընդհանրապես խաշի ժամանակ քո հետ շփվելով, ասեցի, տեսնի։ Ու հիմա ավելի շատ եմ դա ասում, որպեսզի Արտուրը կարողանա ստեղծագործի, պետք է մարդ, որ իրան թույլ տա դա անի։ Հա, համաձայն եմ։ Ու չես կարա դու ասես, ով է լինի իր կողքտա, չէ։ Բան ամեն ինչ լինի անենց, ոնց որ պետք է լինի, որովհետև կողքի անձնավորությունը ստեղծում է այդ միջավայրը։ Մեկ պետք է ընդունել եւ գնահատել եւ Դե հա, դու գիտես մեզ չկա լավ ու վատ, կա մեկը, կա այն փաստ, որ ես այսօր մի բանից պետք է Արտուրից կամ այդ բարախմբից զանգում եմ քեզ։ Արտուրին ես շատ սիրում եմ։ Չէ, ուզում ասեմ կազմակերպական, մեկը արտիստն է, միշտ կազմակերպիչն է։ Այդ առումով հա, ես միշտ իր դաժամենա գժոտ մտքերն էլ որ կարող է նստի ասի, որ սենց լիներ, լավ կլիներ, ու իր համար կարող է դա շատ ինչ որ անիրական բան լինի, ես ամեն ձև փորձեմ իրականացնել։ Որտեւ ես հասկանում եմ։ Բայց դա քո նատուրան է, ես էլ որ ես նստում եմ ցած բաներ եմ խոսում, ասում ես երբ։ Հա, որովհետեւ գիտես տենց պետքա լինի։ Պետքա մարդուն ուշ տաս, դուխ տաս, անի, առաջ գնա։ Հիմա նստենք բավուրներով, սենց նվա, սենց նեգատիվ նվնվա, չես գնա առաջ, չի լինի դա։ Գնա առաջ, արա փորձի, կլինի շատ լավ, չլինի, օքեյ, իմացանք։ Միշտ ասում եմ ավելի լավ է փոշմանես արածի, ոնց թե չարածի համար։ Էդի տենց է, որ հետագայում չափսոսանք, էս չանենք, այն չանենք։ Բարախմբի հետ կապված դե հա։ Ինչ ասեմ, անհամեստություն անեմ, ասեմ, որ Պետք չի անհամեստություն, իրականություն, գնահատում։ Դե ես Արտուրի այն ժամանակվանից ասեցի, դու զբաղվի քո խորեոգրաֆիաներով, քո բարերով, դու ոչ մի հետ գործ չունես, այնտեղ արդեն գրանցումներն են, ծնողների հետ շփվում, երեխաների հետ կապ, հսկայական ծավալ է աշխատանքի։ Համաձայն եմ։ Եվ ոչ միայն ֆիզիկապես, այլ հոգեպես։ Այդքան ծնողի հարցերին, այդքան երեխաների հետևից, այդքան եղանների հարցերին, տարբեր Հա, դժվար է համերգներին, սրահների հետ գտնել, կապեր եւ այլն, օրինակ անցած տարի Արտուրին հետ երեք էինք խոսում, հիմա ասենց անկեղծ զրուցում ենք, այս մանկապարտեզից խոսում ենք, ասում եմ, Արտես ինչ հարց, ասում եմ, գիտես ես դրանցից գլուխ չեմ հանում, ասում եմ, բա գիտես ես շոր կարող եմ, ես տարազներից գլուխ էի հանում, տարազներ պետք, ինչ արեցի Մարիս ջան, մեծ պրինտերով լեկալ է շորի թղթով հանեցինք, շատ լավ ընկերն է Տիգրան Ճարտարապետ, իրան ասեցի Տիգ ջան, սենց ինչ անենք, կտորը բերեցինք, դրեցինք, կտրեցինք, տարազ կարեցինք, լավ եղավ, վատ եղավ, պրոֆեսիոնալ էր, թե որ ասում է, ինչեր եղավ, բեմ դուրս եկավ, արեցինք։ Ասում Սանողին հարցնում են ճապոնեին խոսում ես, ասում քննությունը եփա։ Խնդրեմ, տեսնում ես, էտա արեցինք։ Հա, բայց ես որովհետև պետք լիներ, պետք կարար ասես, չգիտեմ, ոնց անեմ։ Դու որ ասում ես ով լինի, չէ։ Ամեն մեկը բերում է ճանապարհները մարդկանց հետաքրքիր է կյանքում, որ հետադառնայինս։
դեպքերը պատահում են, հանդիպումներ լինում են, որտեղ պետք է լինեն։ հա։ Ինչ որ լինում է, երբեմն անգամ երբեմն զերանում ենք, բայց հետադարձ որ նայում ենք, ասում ենք դա ճիշտ է դա էր, այո, հա, միգուցե։ Անգամ վստահ եմ մի տարուց, երկու տարուց հետո, այդ մի տարի փակվածության ինտրոսպեկցիայի տարուն երախտապատ կլինես։ Արդեն եմ, որտեղ եթե դա չլիներ, ես շատ բան ինքս չէի բացահայտի։ Ես գիտես, այնց ռիսկերի եմ գնում, այնց մի հատ գերբնական ուժ ա եկելի մեջ, որ ասում եմ Արփին է, դու մի քանի տարի առաջ ավելի մեծ հնարավորություններ ունեիր անելու, չարեցիր, ու դու հիմա սենց պատասխանատու գործ սկսել ես այն ժամանակ, որ չգիտեմ ոնց, ու այդ է էլի։ Որտեվ քոնն է, որտեվ մտածված է, որտեվ դա ցանկանում ես ու դա քո պրոյեկտն է։ Ու եթե դա քո պրոյեկտն է, դա քեզ էներգիա է բերում, ոչ թե ու ոնց որ վերևից բացվեն, հետո սենց ուղիները, ճանապարհները բացվեն ու ասեն գնա, քոնն է, գնա։ Սենց բացվում է, մեկ էլ էսի, մեկ էլ սենց։ Սենց հետաքրքիր ձևով ստացվում է։ Ցանկանում եմ, որ միշտ բացվի։ Մերսի շատ։ Ցանկանում եմ, որ միշտ մեր կողքին լինես ու մեր սիրով ես բոլոր ցնդոմթերը, ասես գնացինք, արեցինք, ինչա պետք երբ միշտ պատրաստ։ Ու հարկավես այդ քո ես շատ գնահատում եմ քո այդ նվիրվածությունը, որ ես մի պահից տեսնեմ ես կգրես ու դու մենակ դու կդաս այդ բանը զգաս ու գրես ու դա գինչ ունի, հասկանում ես, դա ուղղակի այն որ մեկ երբեմն sense որ գասա ձեռ բռնում է մեկը է, որ այդ ձեռ բռնելու պահն է, որ գիտես ինչ մասն է խոսում։ Ուղղակի ցանկանում եմ, որ դու միշտ նաև թույլ տաս այն մյուս Արփինեն ծանոթանա մարդկանց հետ, որտեվ անգամ եթե մյուս Արփինեն ավելի նուրբ է, ավելի զգայուն է, ինքը ուժեղ է, զգայուն ուժեղ է։ Արփինեն թույլ կտա իր հետ ծանոթանան, բայց ոչ այն մարդկանց, ովքեր ցավացրել են կամ ես ասեցի քեզ ես ուզում եմ մարդկանց ու ինձ շատ ա եղել որ մարդիկ փորձեն ցավացնեն հենց Արտուրի հետ մեր ճանապարհը որ սկսեցինք ես բռնեցի Արտուրի ձեռքը ու մենք սկսեցինք մի հատ շատ մեկ էլ ժամանակ չենք գիտակցում մենք փշոտ ճանապարհ ենք անցնում մենք դա չէինք հասկանում որովհետև ամեն ինչ շատ վարդագույն է շատ սիրուն էր սենց ուրիշ էր սիրահարված էինք այո բայց պետք չէր ցավացնել մարդկանց ունենց անել որ այդ մարդը փակվի ու ես թույլ չտա մտնես իրան ճանաչես գիտես մարդուն փորձիր ճանաչել ես շատ բաց եմ եղել բոլորի առջև ես ինչի տենց դարձա երբ որ զգացի մարդ ինձ չի ճանաչում բայց քարտոծում է բայց խոսում է թող մեկը գար իմ օշիկները հակներ իմ ուղովանցներ ու Արտուրի ուղովանցներ չի կարելի գիտես այնքան հեշտ է կողքից նստել եւ ասել վայ Արտուրը սենց կամ Արփինեն սենց կամ ով է որոշում ով է ինչ իրավունքով ով գիտես դու փակվում ես դու բաց ես բայց երբ որ զգում ես դու բացել ես դու քո թևերը բացել ես բոլորին առջև բայց դու հասկանում ես որ չի գնահատվում իրանք ընդհակառակը դա կցավացնեն դա ուրիշ ձև կբնութագրեն ուրիշ ձև այդ ժամանակ ասես ստոպ ես կարամ շատ բարի շատ ջերմ բայց ես շատ կարամ անենց փակեմ այս ձեռքի վրա մի ձեռքի վրա անգամ կարող եմ հաշվել մարդկանց որ սենց թույլ կտամ որովհետև չի կարելի շատ ես երբեմն մտածում եմ որ բաներ կան որ մեր ազգային դժբախտումն է այսինքն վերջերս ես մտ դասընթաց էի գնում ասակտիվիտե ու ես գտնում եմ որ պետք է դասավանդվի մանկապարտեզից սկսած դպրոցից եւ այլն այսինքն երբեմն մենք չենք արտահայտում մեր էմոցիաները վերցնեմ մի հատ օրինակ երեխային ասում եմ մի վազի մի թռի կընկնես բայց իրականում դա այն էմոցիան չի որով մենք ուղղորդվում ենք հա մենք ասում մի վազի մի թռի ու մենք վախում ենք որ երեխան իրան ցավ պատահի հա փշոտ ճանապարհի մասին ինձ թվում է որ երբեմն մարդիկ ուզեցել են հավատարիմ մնան մի բանի ու չեն իմացել ոնց մեզ չեն սովորացրել դա ես որ հիվանդացա ինձ շատ մարդիկ ուղղակի զանգեցին ասեցին ես շատ սիրում եմ բայց ես քեզանից չեմ հարցնել ես վախում եմ դրանից այդ են մարդիկ որ կարողացան դա ասեն մարդիկա նենց այդին ու չկա ու դա ինձ պետք է որտեղ ասենք լավ է ոչ մարդիկ չխոսային դրա մասին բայց ուզում եմ ասեմ դժվարության դեպքում մեզ չեն սովորացրել ճիշտ խոսքեր ընտրելը
կամ այնց խոսքեր ընտրելը, որը դիմացին ինչին եղած։ Դու հիշում ես, ես էլ այդ խոսքերը ասեցի, դու ասի, վա, ինչի բոլորը, ես էլ ասի, չի, Արփինի ջան, ես ուզում եմ քեզ ասեմ, որ Երջանի, բայց այդ պահին մեր անկեղծ այդ մեր խոսակցությունը, բայց ես նույն բան ասեցի, բարձրաձայն ես ասեցի, հա, Արտուրն ու Թերեզան շատ լավ զույգ էին, ու դա քեզ նեղեց, որ դու այդ սիրուն տիրահարված պերիոդում էիր ու բոլորը քեզ խոսում էին Թերեզայի մասին, ու ես քեզ մի անգամից ասի, վայ, չէ, Արփինի ջան, ես չեմ ուզում քեզ նեղացնել, ես ընդհակառակ ուզում եմ ասել, որ շատ երջանիկ եմ, որ իր կողքին նման անձնավորություն կա, ու ես այդ պահին իրոք դա մտածում էի, կապ չունի, ես Թերեզային շատ սիրուն, շատ հարգում էի, բայց դու այդ իրանց ամուսնության դադարի մեջ դեր չունեիր, հենց այդ է, ու դրա համար ինձ թվում է ուղղակի գուցե այդ պահին ես ճիշտ բառը քթա ասեցի, մենք իրար հասկացանք, գուցե ուրիշ մարդիկ, որոնք ավելի մոտ հարաբերություններ ունեն Թերեզայի, չեն քթել այդ բանը, բայց ես հասկանում եմ, որ դա քո համար հատկապես այդ տարիքում, այսօրվա տարիքում կարող է ուրիշ ձև այդ ամեն ինչը լինել։ Իհարկե, ես բոլորին եմ շատ լավ, ես բոլորին շատ լավ հասկանում եմ, բոլորին, հասկանում եմ, որ չեն ընդունել, հասկանում եմ, բայց լավ հասկանում եմ, չեն ընդունել ամեն դեպքում դա Արտուրի պատմությունն էր, Արտուրի երեխաների պատմությունն էր, կողքի մարդիկ պետք է ընդունեն իր որոշումը, ես տենց եմ, բայց դա մեր հայկական առանձնահատկությունն է, մենք շատ ունենք կարծիք ասելու բոլորի մասին, կարծում ենք, որ չենք հարցնում կարծիք, բայց իրանք պետք է ասեն, բայց դե գիտես ինչ, հիմա այսօրվա դրությամբ ինձ թվում է պատանը բոլորը ստացել, այսօրվա դրությամբ դուք ունեք հենալի բարիքներ, մենք ունենք շատ, իհարկե, շարունակում ես դու շատ ընտիր այդ նույն գործը, նույն համագործակցությունը ու մենք ի սկզբանե երբ Արտուրի հետ գովատել Արտուրը մի ուրիշ ծերի, հա, լուրջ եմ ասում։ Գիտես, ես հենց ի սկզբանե իմ բոլորի հանդեպ շատ լավ տրամադրվածություն եմ ունեցել։ Ու ես մենակ ուրախ լինեի, որ շրջապատը ուրախ լիներ Արտուրի համար, որ ինքը կապ ունի ինչքան ժամանակ հետո, այս մարդը ոտի կանգնեց, ուրախ է։ Ես մենակ ուրախ կլինեի իմ ընկերոջ, իմ ծանոթի կամ իմ բարեկամի համար, որ ինքը երջանիկ է, լավ, հաճելի չի, բայց իրենք իրեն ուրախ էին, իրենք ուղղակի խուր էին Թերեզայի համար։ Հա, տխուր էին, հասկանում եմ ես։ Դու ուղղակի կոլատերալ դեմեջ էիր, ասեմ կապներ, դու вообще կապներ։ Չէ, գիտես, գոնե փոցեին, միգուցե ճանաչեին, ասեին, օյս Արտուրի տեսակը չի, կամ չգիտեմ, էլի լավ իրանց կարծիք թող էլի ասեին, ես որ դեմ չեմ մարդկանց կարծիքին, բայց գոնե ճանաչեն, նո, կամ լավ, մեկը չկա, որ այդ ամեն ինչի միջից ասի հələ մի րոպե, այս աղջիկը 25 տարեկան երիտասարդ ինքը ընտրեց այս ուղին, որտեղ կա երկու ոչ բավական քանի տարեկան են մեծ երեխա, կան մեծ երեխաներ, ինքը մեկը լավ չկար ասեր, բայց փաստորեն դու ինքդ էիր այդ ճանապարհով անցել։ Ես ինքս այդ ճանապարհով անցել եմ ու իմ համար այնքան հարթ ա եղել է ճանապարհը։ Ես չեմ լսել միգուցե չգիտեմ, չի հասել։ Ինձ չեմ կարծում, այ կարելի է գուցե գնալ նա զրուցել քո ծնողների հետ, չգիտեմ, բայց գիտես կարող է եղել են խոսակցություններ, ուղղակի քեզ չեմ կարծում, ուղղակի Արտուրը լինելով, այսպես ասած, հանրային մի քիչ մարդ, իրան բոլորը գիտեին, ու չգիտեմ, միգուցե դա էր կամ Գիտես ինչ եմ ցանկանում, ի սրտե, նախ եւ առաջ ուզում շնորհակալություն քեզ հայտնեմ անկեղծ զրույցի համար։ Իսկ հիմա ժամանակներ կարևոր է զրույցը։ Ու գիտես ինչ կուզենամ, գիտես ինչ ցանկանամ ի սրտե, որ եթե կան մարդիկ, որոնք մեզ կլսեն, որոնք այդ ճանապարհը անցել են, մի բան մտածեն ու գուցե հնարավոր է ինչ-որ մի զրույց, ինչ-որ մի ասում ես ինչ եմ ասում տարիներ հետո մի բոլորն էլ կարան խավեն, չեմ կարծում մարդիկ դիտմամբ են անչարություններ կամ ինչ-որ բաներ, երբեմն ես ասում եմ, մենք ուզում ենք մեկին պաշտպանենք, մյուսին վնասում ենք անկախ ցանկանալու, մի քիչ այդ ասերտիվնեսի բա չենք մտնում ուրիշի բանի մեջ, բայց ես վստահ եմ, որ ամեն դեպքում այս զրույցը մտածելու հարց է։ Հետագայում ուրիշ մարդկանց, որոնք կլսեն ու ուղղակի թող մի խնդրանք լինի բոլորի առումով, որ յուրաքանչյուր պատմության մեջ կա երկու կողմ։ Երբեմն մենք չգիտենք դիմաց կողմի դժվարությունները կամ զգացումները ու ասած քեզ մենք չենք ներկայացնում մեր զգայուն կողմը ու դրա համար մարդկանց թվում է որ ամեն ինչ լավ է որովհետև դրանով ես դու ինքնապաշտպանում ինչքան կարելի է դու ստեղծում ես մի նոր կյանք հա ապրում ես ու պետքա պայքարես դու հա ու դու պետքա բոլորին ապացուցես որ ես վատը չեմ ես մարդ եմ ես լավն եմ ես լավ ինչ շատ լավն ես ասեմ քեզ ինչի՞ պիտի տենց լինի ու այդ
Չէ, շատ ցավալ էր մանիշ, բայց ասեմ Արտուրի կողքին կային շատ լավ ընկերներ նաև, որոնք շատ Սյուզներ, Հրաչը, էլի կան ընկերներ, քնարիկներ, մենք շփվեցինք իրանց հետ շատ նորմալ, Սյուզի հետ, մենք կխոսանք Արտուրի անցյալից, ներկայից, ապա ես ասել եմ, ոչ ոք թող ենթադրություններ, սենց ինչ որ բաներ Չգիտեմ, թող չանեն։ Կա Արտուրը, կան Արտուրի երեխաները կամ ես անմե երեխաներ։ Մենք իրար հետ բոլորը շատ հաշտենք, Արտուրի երեխաների հետ հրաշալի կապ, խոսանք, իրանց մամայից կխոսանք, կհուզվեն, կասեն, կպատմեն, բաց հա։ Նա ձեր ներքին։ Էդ եմ ասում, եթե մենք այդ երեխեքի հետ, մենք իրար հետ այդ կապը ունենք, շփվում ենք, ազատ կարող ենք խոսել թեմաներից, իրանց մայրիկից կլինի, դե նորմալ է։ Էդի ուրիշ է, բայց որ դուք գաք ու փորձեք ինձ, չգիտեմ, սևացնել, ինչ որ բաներ ասել, ինչ որ համեմատության եզր չկա։ Նախ եւ առաջ դուք տարբեր մարդիկ եք, արդյունքը չկա։ Երկրորդը սա բաժանություն չի եղել, որի հետևանքով դու ամուսնացել ես կամ պատճառ ես կայացել ես բաժանման, ցավ սրտի կյանքը տենց բան արել ու դա շատ կարևոր է, շատ լավ է թե բալիկների համար, թե Արտուրի համար, թե քո համար, որ դուք գտել եք այդ համաձայնությունը, Ես Արտուրին այստեղ եմ ճանաչել։ Ես առաջին հանդիպումը Արտուրի հետ եղել է այն, որ Սյուզը զանգեց, ասեց այդ ժամանակ ամսագիրն էր, նոր ամսագիրն էր։ Սյուզը զանգեց, ես Սյուզի մոտ գնացել էի մազնագիր թարգմանելու, սենց սկսվեց պատմությունը, որ գնացի Սյուզի մոտ թարգմանությունը տալու, հետո տենց ինձ չէր տեսել, ես որ խելո գլուխս կախ սովորել եմ, տենց ակտի չեմ եղել։ Սյուզը տենց որ ինձ տեսար, հետո զանգեց, իմացա որ որտեղ եմ սովորում, ավարտել եմ նոր, դու ֆլամաներեն գիտես, արի բանը, զանգեց հետո ինձ Մենք ամսագիր ունենք, ուզում ենք մի հատ արի հանդիպենք, տեսնենք ոնց կլինի, ինչ կլինի։ Այն ժամանակ Գագիկի հետ Սյուզը պետք է հանդիպենք։ Գնացի հանդիպման, Արտուրն էր այնտեղ, Արտուրը պատրաստվում էր իր հայոց գրել, հայոց մեծ ծրագրի։ Այդտեղ եմ ես Արտուրի հետ շփվել։ Առաջին անգամ բարևես, ծանոթացել ու շփվել։ Ես այսինքն Արտուրին ճանաչել եմ բեմի մոտ։ Առանցին մարդ։ Ինքը արդեն Արտուր էր։ Եթե ես ճանաչած լինեի իր կնոջը Թերեզային իրանց ընտանիքին, ես չեմ կարող։ Եմ կարծում որ ես Արտուրի հետ կարողանայի։ Ոնց ասեմ, ես Արտուրին սենց եմ ճանաչել։ Բայց մեկ անգամ եւս դա քո Արտուրի երեխաների հարցն էր։ Իհարկե, ոչ մեկ իրավունք չուներ։ Մարդիկ կարան հարց Չէ, բայց ես էլի ուզում եմ ուղղակի պոզիտիվ, դրական, խնդրանք բոլորին, հետագայում մեր սիրելի հայրին, որոնք շատ են սիրում բոլոր հարցերում։ Իրանց շատ կարևոր կարծիք հայտնել։ Ապրես, միշտ դիմացեք, որ երկու կողմ կա։ Իհարկե։ Ու դիմացի կողմը մի քիչ զգայուն կարող է լինի ու չցույց տա։ Էլի նորից։ Այնքան ինքս նեղանձնական, այնքան չէր կարելի։ Ես չեմ կարողանում Ես ախորժում նոր եմ հասկանում, որ ինձ իրոք մինչև հիմա ցավ է պատճառ։ Ես երբեք չեմ անդրադարձել։ Հիմա այս լույսի ժամանակ ես համ խոսում եմ, համ զգում եմ այդ ցավը դեռ որ ինչի են էլի տենց։ Դες քեզ ինչ եմ ցանկանում։ Անկամ երեխեքին փորձեն լարել իմ դեմ, անգամ քեզ ինչ եմ ցանկանում։ Ստոր քայլեր։ Ինչ եմ ցանկանում։ Ես ցանկանում եմ, որ ես ինտերվյուից հետո դու քո մեջ ուժ գտնես, բաց թողնես այդ ցավը։ Հա։ Պապան ինձ մի անգամ ասեց, եթե դու մի բանի մասին մտածում ես, դա քեզ ցավ է պատճառում, այդ ցավը դեռ քո վրա ուժում։ Հա։ Եսի սրտե քեզ ցանկանում եմ, վստահ, որ մեր մյուս ինտերվյուին դու բաց թողածնես այդ ցավը, որտեվ դա արիսկի նման բան է, որ քեզ ցկում է, խաղում է։ Ես նոր անկեղծ նոր հասկացա, որտեվ երբեք չեմ անդրադարձել այս թեմային։ Երբեմն եղել է, հա, չենք զրուցել, երբեմն կարող անկերի հետ խոսանք ու բայց չէի տենց անցել էի գնացել էինք ես որ կանգնեմ ու հեմորս հետ նայեմ ինչեր առաջ չեմ նայել մաման շատ լավ ճամփորդա կտանիքով կշփենք կգնանք կգանք մեր բայց հա երբ որ խոսում ես վերականգնապատ հա հիմա զգացի որ ունեմ աշխատանք նաև այդ ուղղությամբ տեսա ինչ լավ է շուտ էս Մարիշը գալիս է արի Մարիշը գալիս է բամբազ բյուրոյ ասում մի քանի հարցեր ունեմ քո համար Ոնց կուզենաս, որ քո մասին հիշեն, որ դու ստեղ չլինես։ Երբ որ չլինեմ, կուզեմ մենակ պոզիտիվը հիշեն, թե ինչ լավ ուրախ հուշեր, որ միշտ բոլորին Ես քո SMS-ները հիշեմ։ Հիշի իմ SMS-ները, որ բոլորին ուժ եմ տվել, իմ համար չկա, ամենախենց պրոյեկտն էլ ես բոլորին ասեմ, հա, ու ինչով կարող եմ օգնեմ։ Երբ որ դժվար պահեր են լինում, ոնց ես դժվար պահերով ասնում, ոնց ես վերաբերվում դժվար պահերին։ Դժվար պահերին Հիմա ես նկատել եմ, որ շատ ինքնամփոփ եմ դառնում, ճիշտ է, շատ արտահայտվում եմ, կարող է նաև շատ սուր Արտուրի միշտ սուր բաներ, հա, կարող է
Սուր լեզու ունեմ, այո, մեխս թաքցնեմ։ Այդ ձևով հանում եմ, բայց երբեմն էլ լռում եմ, շատ կարող է երկար լռեմ, ու ես այդ լռությունից ինքս էլ եմ վախենում։ Դա ամենավտանգավորն է, որովհետև շատ եթե ես լռում եմ, ուրեմն ուրա հասել, ինչքան խոր։ երբ ես վերջի անգամ տոնել որևէ ձեռքբերում, կամ արդյոք տոնում ես քո ձեռքբերումները։ Ես սկսել եմ տոնել իմ ձեռք, եթե անկեղծ ասեմ, գժակալայի մեկ-մեկ մտքիս մեջ իմ մանկապարտեզի բացումն եմ պատկերացնում ու սփիչը, մսուրս, հա, ու սփիչս, որ պետք խոսեմ, ու միշտ ասել եմ, երբ որ ես Աստծով բացեմ, ներկայացնեմ պրոյեկտս։ Ամեն առաջինը որ ասում են, եւ շնորհակալություն հայտնում, ասում շնորհակալություն հայտնում ինձ։ Այ այդ եմ տոնում, ես իմիջմանից սկսում եմ տոնել դա։ Ասեմ, ժողովուրդ ես լավ բաներ եմ տեսել, ձեզ չեմ ասի, բայց շատ իմ բաներ եմ տեսել։ Ասում ես ամենափիս բանը, որ գիտես ու չես կարող։ Ինչի համար ես երախտապարտ կյանքում։ Երախտապարտ եմ, որ չեմ երբեք, ինչքան էլ ցավ ապրեմ, չեմ կոտորվում, որ ինչքան էլ եմ, որ ասում եմ, ընկնեմ, ոտքի եմ կանգնում, չեմ մնում չեմ կոտորվում էլի, հոզորով չի։ Կա ինչ-որ մի բան, որի համար զղջում ես։ Չեմ կարող, չէ, որովհետև մտածում եմ յուրաքանչյուր, եթե ինչ-որ դեպք էլ եղել է վատ կամ ինչ քո կյանքում ինչ-որ դասակ ես տվել, ինչ-որ նոր ուղի է բացել, նոր պատուհան, նոր աշխարհայացակ ես տվել, դրա համար չեմ ափսոսում, ինչի նման։ Եթե կախարդական փայտ ունենայի, ինչ կփոխեիր։ Եթե կախարդական փայտիկ ունենայի, ինձ թվում է, քանի որ այս վերջին մեր խոսակցությունը եղավ, մարդկանց կփոխեի, ժողովուրդ, մի քիչ sense սրտերը կբացեի, մի քիչ sense կազատեի, իրանց կփոխեի մարդկանց, որ sense սիրեք իրար, օգնեք իրար, ախեղեք էլի, ինչ ենք տանում։ Տվյալ բանի քո ուշադրությունը ինչի վրա է բերված, ես գիտեմ, բայց դու ասա։ Այս պրոյեկտի վրա, առավոտից իրիկուն այս պրոյեկտի վրա, Մարիշ, գնում եմ այս պրոյեկտով, զարթնում եմ այս պրոյեկտով, ամեն օր մի նոր բան եմ մտածում, էտա ու ունեմ մի sense որս մախասիատ, թե ինչ-որ մի տեղ զգում եմ, որ ինչ-որ այս բնագավառում մի քիչ կաղում եմ, մի քիչ թերանում եմ, անպայման պետք է սովորեմ, նոր դասընթացներ վերցնում ինքս, հավերժ ուսանող, այսպես։ Այս պրոյեկտի վրա, միայն։ Թավոքսի, մեր ժամանակը սահմանված է, սահմանափակված է, էլի մեկ անգամ եւս։ Ինչ են խոսալու, ինչքան։ Հա, չէ, միշտ տենց պատմություն ես մաշը պիտի խասատում։ Ես չէի կասկածում, բայց թողեմ ասես։ Ուզում եմ նախ եւ առաջ շնորհակալություն հայտնել քո անկեղծության, քո ինքնության համար, հա, օտենտիսիտե, ոնց են ասում հայերեն, չեմ անում, որ ու ցանկանամ երկու բան։ Առաջինը, որ թողնես զգայուն արփին ծանոթանա մարդկանց հետ, անգամ երբեմն կարող վիրավորվի, վնասվի, եւ երկրորդը, որ բաց թողնես, այն ինչ որ պետքա, այն ինչ որ այլևս քոնը չի։ Բաց թողնեմ, ես նոր հասացա։ Այ այս պրոյեկտը, այս մրտով պետք է լինի նոր էտապ ձեր ամբողջ կյանքի։ Անպայման։ Ի սրտե։ Մերսի շատ։ Շնորհակալություն քո ժամանակի համար, անկեղծության, սիրո եւ Իսկ մա երբեք sense անկեղծ չէի։ Ազնվության համար, որ ին Բելգիային մահուճ աշխարհին փաստարեն վստահեցին, սա կարևոր էր քո համար։ Ու սա մի էտապ էր, որը դու ինքդ պատրաստ էիր խոսել։ Շատ սպոնտան ստացվեց։ Ես չէի հարցեր տալիս, որ ասում ես համես զսպեր էի։ Ամեն դեպքում շնորհակալություն բոլորին, բոլոր մեր ունկնդիրներին, եթե սիրում եք մեր հաղորդումը, կիսվեք ձեր ընկերների հետ, կոմենտներ արեք եւ լսեք Բելգիահայ ռադիո։ Բարի երեկո բոլորին։ Ստեսություն։